Մեր այս այցին Նարինեն անհամեմատ ավելի լավ էր, ժպիտը դեմքին դիմավորեց մեզ, եւ տրամադրություններ փոխվել եւ ինքնազգացողությունը։ Այս օրերին հասցրել էր բժշկի ցուցումով մի քանի ներարկում ստանալ, որից հետո առողջական վիճակը փոքրինչ բարելավվել էր։ Ոտքիս վիճակը համեմատաբար լավ է, առաջ մինչև ստեղ էր այս ամեն ինչը, կարմիրը տեսել եք։ Հիմա իջելա այսքան տեղնա մնացել։ Դերասանուհու մասին պատմող տեսանյութից հետո զանգերը չէին դադարում, կարեկից մարդիկ փորձում էին օգնել ինչով կարող են։ Արձագանքներն էլ շատ արագ էին, շատ շնորհակալ եմ, որտեղ հեռուստատեսությամբ ետեր գնալուց հետո սկսեց հաշվի համարին գումարներ նստել։ Արագ արձագանքեցին նաև մեր գործընկերները, որ ժամերի ընթացքում համախմբվեցին ու մեր նկարահանող խմբի հետ այցելեցին Նարինեին աջակցություն ու զորակցություն հայտնելու։ Գիտեք ինչ զգացողությունը, որ դու մենակ չես, դու նեղության մեջ ես, բայց մարդիկ քո մեջքիդ կանգնած են դեռ այդ հրաշալի զգացողություն է, զգացողությունը թող բոլորը ունենան։ Առաջինը տեղ հասցրինք ու լուծեցինք այդքան անհրաժեշտ դեղամիջոցների պակասությունը։ Այս հարցում օգնության հասավ մեր գործընկեր Arix Group-ը։ Նարինե ջան, տեղեկանալով ձեր խնդրին, Arix Group-ը որոշեց ձեզ բերել դեղորայք եւ անհրաժեշտ իրեր։ Կարող եք բացել եւ տեսնել։ Շնորհակալություն Arix Group-ին։ Հա, պրոստը ես ձեզ վստահում եմ, բայց բացեմ նայեմ իմ տեղերս է, թե կարող է հարևան տեղերն եք բերել, ինչ իմանամ։ Դու ես իշխե պլոմբել է։ Օ, ես շատ անհրաժեշտ տեղեր են ու թանկ տեղեր են։ Ամենաթանկ տեղս էս է, շնորհակալություն Arix Group-ին։ Իմ սիրտս ուրախ է նրա համար, որ Նարինեի տեղերը հասան, ինքը արդեն կօգտագործել և իրան լավ կզգա։ Անհրաժեշտ դեղորայքի մյուս չափաբաժինն էլ շտապեց լրացնել շուկայում առաջատար Alpha Farm դեղատնային ցանցը, որն արդեն 28 տարի բոլորիս առողջության վստահելի գործընկերն է։ Ամենաանհրաժեշտը դա Xarelton է, որ արժի 24,000 դրամ։ Ինքը ինձ միշտ անհրաժեշտ, բայց ես հիմա 2 ամսվա ունեմ արդեն, ստացել եմ։ Բոլոր տեղերից էլ 2 ամսվա ունեմ, շնորհակալություն բոլոր այդ տեղատների ցանցերին, որոնք ինձ օգնեցին, տակդիրները մամայիս օգնեցին։ Դռներ ու պատուհաններ արտադրող Էկոկոմֆորտ ընկերությունը եւս, որ մշտապես կարիքավոր ընտանիքների կողքին է, տեղեկանալով սիրված դերասանուհու խնդրի մասին, շտապեց օգնության ձեռք մեկնել։ Էկոկոմֆորտ ընկերությունը լսելով ձեր պատմության մասին, որոշեց օգնել ձեզ գումարով։ Ցանկանում ենք ձեզ առողջություն։ Շնորհակալություն Էկոկոմֆորտին, շատ շնորհակալ եմ, ծանոթ եմ Էկոկոմֆորտին։ Տիգրանին էլ անձամբ ճանաչում եմ, կբարևեք, կասեք շատ շնորհակալություն։ Իսկ ահա մեր մյուս գործընկերը լավնասառեցված մսամթերքներ կրող ընկերությունը իր մեծաքանակ արտադրատեսակներով հոգած ընտանիքի առողջ ծննդի երկարատև պաշարը։ Մսեղենի հարուստ տեսականին Նարինեի պատրաստելու հոգսը դեռ երկար կթեթևացնի։ Լավնա մսամթերք ներմուծող ընկերության տնօրինության կողմից բերել ենք մեր տեսականուց մի փոքր օգնություն ձեզ։ Ցանկանում ենք ձեզ առողջություն եւ նորանոր բեմեր։ Շնորհակալություն Մարտին ջան, կրնամ նայեմ։ Իհարկե կարող, ձեր համար եք ամբողջը։ Ախորժելի է։ Երեխեք չեմ կասկածի, որ այս ընդիր մսամթերքը դիվատ նեղնի, որը սարել։ Գիշերը կուդեմ կզանգեմ, համարդ կթողնիս Մարտին ջան։ Եղավ, Ես է բացեմ էլի։ Օ, կալպասիկներ։ Շատ շնորհակալ եմ Մարտին ջան, ես հոդից արդեն կզգամ, որ ինքը շատ խմով է, ես հենց կերակ զանգեմ կասեմ։ Մայր ու դուստր նաև սմարթֆոններ նվեր ստացան Mobile Center խանութի տնօրինությունից։ Հեռախոսները նույնպես սպասված էին։ Նարինե ջան, ձեզ համար եւս մեկ անակնկալ ունենք, մեր գործընկեր Mobile Center-ը հեռախոսներ է ուղարկել ձեր եւ ձեր մայրիկի համար, բարով վայելեք։ Շնորհակալություն։ Կրնամ նայեմ ինչ հեռախոս է։ Օ, Nokia, երկուսն էլ նույնն է։ Այո։ Առաջի հեռախոսս Nokia է եղել։ Ու երկար ժամանակ Nokia եմ բռնել։ Շատ շնորհակալություն Mobile կենտրոնին,
Կենցաղային միջոցների հարցն էլ հոգած Էջմիածնի PC Electronics խանութների ցանցը։ Ընտանիքին փոշեկուլ ու թեյնիկ էին ուղարկել։ Իջևանի գինու կոնյակի գործարանն էլ Ոսկանյանների համեղ սննդի պաշարը լրացրեց։ Ուղարկել էին բարձրորակ ու բնական պահածոներ, մուրաբաներ, տարատեսակ կոմպոտներ եւ հյութեր։ Բնական բաղադրիչներով պատրաստված քիմ քշոյող պահածոների եւ կոմպոտների տեսականիով էլ տպավորեց Armat Food ընկերությունը, որն արտադրությունն իրականացնում է էկոլոգիապես մաքուր պայմաններում, հոգալով թե համի, թե որակի մասին։ Թե ինձ, թե մամայիս երկար ժամանակ յոլա կտանիմ, իհարկե հարևաններիս էլ բաժին կհասնի, այդքանը հո ես չեմ կարող ուտել, այ բալա, այնքան եք բերել տնաժեններ։ Առողջ ծննդի հարցն էլ շտապեց հոգալ Արզնի հոլդինգի ղեկավարությունը, որն իր թարմ ու բարձրորակ արտադրանքից զատ ընտանիքին աջակցեց նաև ֆինանսապես։ Շնորհակալ եմ բոլոր ֆինանսապես օգնողներին, շնորհակալություն իրանց, շատ շնորհակալ եմ բոլոր կազմակերպություններին, ով որ այսօր ինձ օգնեց, աջակցեց, ճիշտն ասած սպասածիցս ավելին էր։ Սպասածիցս ավելին էր, սպասածիցս բարի էր, մարդկային էր, բոլորից շատ սիրում եմ, բոլորից շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն ինձ, որ այսօր առողջ եմ, կարող եմ նորմալ խոսալ, ոչ թե անցյալ անգամվա պես, որ դողտակություն, ջերմություն։ Իր հոգատարությամբ ու աջակցությամբ առանձնացավ նաև Sunfood ընկերությունը, որն ուղարկել էր իր համեղ ու օգտակար արտադրատեսակներից։ Big Life ապրանքանիշն էլ մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտներն էր ուղարկել ընտանիքին։ Չենք մոռացել նաև ժպիտ եւ երջանկություն պարգևող քաղցրավենիքի մասին։ Այստեղ էլ մեզ օգնության հասավ Տավուշ Սվիտ ընկերությունը։ Անուշեղենի մյուս պաշարն էլ լրացրեց Ռուսկի Բիսկվիտ ընկերությունը, որն ահռելի քանակությամբ քաղցրավենիք էր ուղարկել։ Էկոֆորմ ընկերությունն էլ շտապեց ընտանիքին աջակցել իր որակյալ մաքրող միջոցներով ու տնտեսական ապրանքներով։ Ընկերությունն այս ամենից զատ նաև ֆինանսապես աջակցեց դերասանուհուն։ Մի դրամն էլ օգնություն մի դրամն էլ դա արդեն իր խոսքը ասում է։ Շատ շնորհակալություն ձեզ սիրելի հանդիսատես, սիրելի հեռուստադիտող, որ շատ արագ արձագանքեցիք եւ սկսեցիք, ես համոզված եմ, որ դա շարունակվելու է, շարունակական է։ Տնտեսական ապրանքների մի մեծ խմբաքանակ էլ Ոսկանյաններին ուղարկել էր Aroma Lux ընկերությունը, որի շնորհիվ յուրաքանչյուր աշխատանք դառնում է ավելի հեշտ ու հաճելի։ Ինտելեկտի եւ հաճելի ժամանցի մեկտեղումն էլ ապահովեց Edit Print ընկերությունը։ Բազմաբովանդակ տարբեր ժանրերի գրքեր էին ուղարկել դերասանուհուն, հաշվի առնելով նրա նախասիրություններն ու ընթերցասեր տեսակը։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Սերոփից, Անտոշկա մանկապարտեզից, ցանցերի աշխարհ ընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Ամեն բան ապահով տեղ հասցրինք Լեգարա բեռնափոխադրում իրականացնող ընկերության շնորհիվ։ Մեր հաղորդումից ժամեր անց Նարինեն բազում արձագանքներ է ստացել տարբեր անհատներից, ովքեր դերասանուհուն աջակցելու պատրաստակամություն են հայտնել։ Դրամական մեծ փոխանցումներ են եղել նրա բանկային քարտին, որով Նարինեն դեղատան պարտքերն է հասցրել մարել։ Առավոտ շուտ տեղական պարտքն եմ մարել։ Սիրտը սկսած ժամը 7-ից 10-ից զարթնել եմ, կյանքում այդ ժամին ինձ հայատում չեն տեսել։ Զարթնել եմ, հագնվել եմ, գնացել եմ ապտեք, որ ապտեկայի պարտքը փակեմ։ Իսկ հիմա ամենագլխավորը, մեր եթերից անմիջապես հետո Նարինեն ստացել է իր համար ամենաբաղձալին։ Երկարատև դադարից հետո հեռուստատեսային նախագծում խաղալու իր առաջին առաջարկը։ Շուտով նոր սիթքոմում է նկարահանվելու։ Ցանկեց ռեժիսորը սիթկոմի, ասեց, որ սիթկոմ է առաջարկում, ես նախորդ իրանց զգուշացրեցի։ Վահե ջան, ես երկար չեմ կարող քայլել, 100 մետրից ավել չեմ կարող քայլել, վազել ընդհանրապես չեմ կարող, ասեց նստած դերը բերտ ես խաղալու, բանդում ես լինելու, նստած դերեն առաջան, ասի ուրեմն 24 ժամ կարող ես ինձ զբաղեցնել։ Այնպես որ ստացա առաջարկը Վահեից, շատ ուրախացա։ Հիմա պատրաստվում եմ մայիսի 15-ից հետո գնալ նկարահանումների։ Շնորհակալություն։ Ձեր ոտը խերով էր իմ կյանք։ Դե, ինչպես ասում են, ամեն բանի վերջ մի նոր բանի սկիզբ է։ Այդ նոր սկիզբը Նարինեի կյանք եկավ կրկին հեռուստաէկրաններին հայտնվելու երազանքի իրականացման շնորհիվ։ Դերասանուհին չնայած առողջական խնդիրներին չէր դադարում ամեն Աստծո օր աղոթել։ Բարձրյալը ի վերջո լսեց նրա աղոթքները։ Տեր Աստված, ես գիտեի, ես ոչ թե գիտեի, համոզված էի, որ դու նորից օգնության ձեռք կբերես, որտեվ ամբողջ կյանքս դու ես ինձ պահե ու օգնե։ Շնորհակալ եմ, փառք շատ Տեր Աստված։
Մեր գործընկերների, սրտացավ ու կարեկից հեռուստադիտողների շնորհիվ կարողացանք ապահովել Նարինեի կես տարվա բուժման ծախսերը։ Ես իմ հանդիսատեսին պաշտում եմ, ես ապրում եմ ձեր համար, ես ուզում եմ առողջ լինել, որ ես լիքը ձեզ դեռ տալու ժպիտներ ունեմ, լիքը ձեզ ասելու տալու բան ունեմ, առողջ լինեմ, որ ձեր կողքը միշտ մնամ, ձեզի խնդրծնեմ, այն մե ժպիտն է որ կտեսնիմ ես ձեր թեմքին, որ անցորդ կողքիցս կասի թակուն ժպտակը, կսեմ, մի թակուն ժպտա բարև։ Կարողացանք նրան լսելի դարձնել ու կրկին ժպիտ պարգևել, որն ամենաբարդն էր։ Չէ՞ որ տարիներ շարունակ հենց ինքն է կապույտ էկրանից մարդկանց այդ ժպիտն ու սերը տվել։ Իսկ այսօր ամենահարմար պահն ու ժամանակն էր այդ սերը վերադարձնելու։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։